Գրիգարտան Պողոս Արաքյալի գրած առաջին գործածոց ուխտի երրորդ գլուխեն 14 համար շնչավոր մարդը Աստծո օգին բաներություն տուներ, վասզի անոնք իրեն հիմարություն են։ Ունարեմ նակվի մեջ շնչավոր մարդու փոխարեն կսե բնական մարդը, ով է բնական մարդը։ Բնական մարդը այն անձն է, որ հոգևոր վերածնունդի փորձառությունը չէ ունեցած։ Այստեղ Պողոս Արաքյալ բախտագությունն է, համեմատություն ու գադարել։ Բնական մարդու կամ բնական անձիմը և հոգևոր անձիմը միջև։ Եվ ուզեմ, որ մենք այդ տարբերությունները սկանք և նկատենք։ Այսօրվա իմ հայրեն պատկամը դեսակմը աղերս ունի իմ անկրեն պատկամին հետ։ Կարծես անոր շարդավությունը լա, կամ անոր գնմանի շատ բաններով։ Լավ Պողոս Արաքյան մեզի կնղերքրել սովորական մարդը, սովորական անձը, բնական մարդը և հոգևոր մարդը։ Եվ բախտություն գրել։ Ինչպեսի բնական մարդը կարևորություն չի դար հոգևոր արժեքներում, սուրբ գրքի դժվարություններում կարևորություն չի դար, անուսմով չի հետաքրքիր, որտեղ իրեն համար անոնք հիմարություն են։ Այսօր ես անհավատ մարդիկ, որոնք սուրբ գիրքը քննադատեն, մեզի գսեն, մեզի կծաղրեն, լսելով քրիստոնյաները դարօրինակ մարդիկ եք, շատ հետամնաց եք, ձեր միտքը լուսավորված չէ, ինչպես կրնակ հավատալ սուրբ գրքի ուսուցումներում։ Որտև Հիսուսի ուսուցումները անիմաստ կտվին այն անձերուն, որոնք հոգևոր չեն, ակսիրեն կոչուշնամին։ Մարդիկ կսեն ասկա անբնական է, դարօրինակ է, անսովորական է, ծիծաղելի է։ Եվ կամ կսեն կործատրելի չէ, անկործատրելի օրենքն է։ Բայց իրականության մեջ, պատմության մեջ պաստված է, անոնք, որոնք կործատրած են այս օրենքը, իրենց թշնամին վերածած են բարեկամին, արինահեղություններու վերջ տված են, պատերազմի փոխարեն խաղաղություն հաստատած են։ Բայց բնական մարդու միտքը խաբարաբար է, որտեղ սուրբ հոգիով լուսավորված չէ, առողջ ցանկություն չունի, որտեղ մարդկային և մարմնավոր ցանկություններով և աշխարհային փիլիսոփայությունով կառաջնորդվի։ Հիմա բնական մարդը մենք ոնց ենք, կամ հոգևոր մարդը։ Հոգևոր մարդը բնական մարդու ճիշտ հակապատկերն է։ Անիկա կառաջնորդվի սուրբ հոգիով, Աստծո խոսքով և ավետարանի ուսուցումներով։ Կարողություն չի դար մարդկային փիլիսոփայության, մանավանդ թե գահագասե սուրբ գիրքը։ Մարդիկ, որոնք հոգևոր չեն, վստահելի չեն, որտեղ եսաբաշտ են, եսասեր են, եսագետրոն կյանք մգապլի, չեն ուզել զոհությունը կատարեն ուրիշներու համար, չեն ուզել օգնել ուրիշներուն, եթե իրենց անձնական շահին չի նպաստել,
Արաքինի չեն, իրենց վարկը հորի է։ Եսավ իր հոր անթանիկ զավակն էր, և որպես անթանիկ զավակ այդ ժամանակ ուներ որոշ առանձնաշնորհումներ։ Անթանիկ զավակը այդ ժամանակ իր ընտանիքի համար քահանայի թեր կատարեր։ Անթանիկ զավակը իր ընտանիքի հոգևոր առաջնորդը պիտի լար։ Եսավ, քանի որ մի քանի րոպե կամ մի քանի ժամ ավելի մեծ էր իր Հակոբ եղբայրեն, որպես անթանիկ զավակ այդ առանձնաշնորհումը ուներ, թե ինքն էր ընտանիքի հոգևոր առաջնորդը, ինքն էր իր ընտանիքի կանան, բայց Եսավ աշխարհային բաներով հետաքրքրված էր, հոգևոր արժեքներում կարողություն չէր դար, քահանա, ընտանիքի քահանալը իրեն համար հետաքրքրական բան չէր։ Այսօր համար այդ առանձնաշնորհումը ծախեց արժանքով մեկ ոսպապուրի համար, որպեսզի իր մարմնավոր անօթությունը կոացի։ Ասեք, մարդիկ, որոնք հոգևոր չեն, հոգևոր արժեքներում կարողություն չեն դառնում, կվաճառեն զամը, արժանքով, կամ կհրաժարվին անոնցմեն, շատ դյուրությամբ։ Պատմության մեջ համաշխարհային պատմության օրինակ ունենք։ 1933-ին Խորհրդային Միության կառավարիչը, գլխավոր պետը Ստալինն էր։ Բոլոր սալքիդյանին, որ անիվա բռնագալ մներ և անաստված էր։ Ամքուտ բռնագալ և անաստված։ Կառավարության քանցանակի մեջ շատ տրամ չկար, ուրեմն ուզեր տրամ արկել, ինչպես։ Մարդկանց հարստություն արդեն գողոպտեց և բավարար չէր։ Ռուսիո մարդիկը բոլորն աղքատացած էին կոմունիստ հեղափոխության պատճառով, հիմա ինչ գտներ, ով մտածեց Ստալինբուրգ քաղաքի մեջ, որ նախապես Սենտ Պիտերսբուրգը կոչվեր, Հերմիտաժ անունով հայտնի ռուսական թանգարանը կար։ Եվ տեսավ, որ այդ թանգարանի մեջ առարգան մգար, որ իրեն համար կարևոր չէր։ Ինչ էր այդ առարգան։ 4-րդ դարաշրջանի մեջ, 4-րդ դարաշրջանի ընթացքին գրված հունարեն լեզվով նոր բդագանի լրիվ հնակիր, լրիվ ծրակիր, հնակիրը չէր ծրակիր էր, 4-րդ դարաշրջանին գրված հունարեն լեզվով։ Հին նոր բդագանի հնակրեն գդորներ կան, մոտ 5,000 գդորներ կան, փոքրիկ և մեծ, ոմանք օրինակ համար ոմանու ավետարանի գլուխներ են ոմանք, կամ Մատթեոսի ավետարանի գլուխներ են ոմանք, Պողոսարակրիտն ոմանք, բայց այս 5,000-ները գդորներ են, հեգորներ են, լրիվ նոր բդագանի չեն, բայց այս մեկը 4-րդ դարաշրջանի մեջ արտադրված ծրագիր մներ, որ նկարվել էր ամբողջ նոր բնակարանը։ Բացառիկ արժեք ունի, պատմական և հոգևոր։ Ստանը սարսկան կարևոր չէ, թող ծախենք։ Անգլիայի կառավարությունը քննեց 100,000 անգլիական ոսկիով, 100,000 անգլիական ոսկի վճարեցին և այդ քննարկիրը քննեցին և այսօր Լոնդոնի թանգարանի ամենաթանկարժեք առարկաներեն մեկն է։ Այդ ծրագրին արժեքը այսօր բիլիոններով կգնահատվի։ Տեսակ
Ցեզի օրինակն Մարդնա, որ անաստված է, հոգևոր չէ, հոգևոր վերացում չեմ ունեցած, աննկարակի մարդ, անկուտ բռնագալ, Սուրբ Գրքին անտեղ հարկանքչուներ իր համար Սուրբ Գրքի օրինակները անկարևոր էին և ուզեց անցվեց էր բազատվիլ ծախել։ Վստահ եմ շատ ուրախացավ, երբ 100,000 անգլիական ոսկի ցերկ բերավ։ Մոռանալով որ ադիգա շատ հանգարժեք կանցում էր։ Այս բարական բոլոր մարդոնց հետ, որոնք սովորական մարդիկ են, այսինքն հոգևոր վերացում չեն ունեցած, մարդիկ, որոնք Հիսուսի հետ չեն կալած, մարդիկ, որոնք Հիսուսի հետ չեն ապրած, կամ Հիսուսի քայլելու, հետքերուն, հետևելու փորձառությունը չեն ունեցած։ Ես հաճախ կսեմ մարդոց։ Քրիստոնեությունը միայն հավատալիքներու ցանկը չէ։ Քրիստոնեությունը կյանք մնե, որ պետք է ապրենք։ Եվ եթե ապրենք այդ կյանքը Հիսուսի տված օրենքներուն համաձայն, հետո պիտի սկսենք տեսնել, թե ինչ մեծ փոփոխություններ կսկսին պատահել մեր մեջ և մեր վարքի մեջ, հանդեպություններում։ Երամիա մարգարեն գսել Աստծո խոսքի մասին, թե մեղրի նման քաղց է, գսել ճաշակեցեք և գերեք, և հայարքնականներից մեջ շարական մգա, որ բատարքի ժամանակ կերպվի, հաղորդություն տալու ժամանակ, ճաշակեցեք և գերեք, և տեսեք զի քաղց վեդեր։ Երբ Հիսուսի տված օրենքներուն համաձայն ապրի, հետո կտեսնենք քրիստոնեական կյանքի կարևորությունը։ 18-րդ դարաշրջանում Անգլիայի մեջ կապրեր հանրազանոթ կլասեր մարդը, կրակետ մարդը, որ հանջարեք միք ուներ։ Անոր Փիլիսպալ բնագավին, անունը Լորդ Չեսթերֆիլդ։ Անգլիո թագավորը անոր ասպետի Բիբլոս լվավ։ Իր թողած քրական վաստակին համար։ Լորդ Չեսթերֆիլդը լսել։ Մարդիկ չեն հետևի Հիսուսին, ոչ թե որովհետև չեն հավատալ անոր, այլ որովհետև չեն ուզել իրենց ապրելակերպը և սովորությունները փոխել։ Շատ ճիշտ հայտարարությունն է։ Մարդիկ կմերժեն Հիսուսի հետևի, որովհետև չեն ուզել իրենց ապրելակերպը փոխել, չեն ուզել իրենց մտածելակերպը փոխել։ Ուզեն շարունակեն իրենց կյանքը ինչպես որ պարզված են։ Բայց Հիսուս, երբ Հիսուս անհատի սրտի մեջ բնակություն հաստատե, այդ անձը նոր առած գտնի, հիմնովին կփոխվի, նոր միտք ունենա, նոր գաղափարներ ունենա, ամեն ինչ նոր ունենա, Ինը գվերջանա կան հայտնա ամեն ինչ նոր կտարնա։ Բայց մարդիկ կան, որոնք չեն ուզել իրենց կյանքը փոխեն։ Եվ այսօր համար կմերժեն քրիստոնեությունը։ Ոչ թե որ չեն հավատալ Հիսուսին, այլ որտեղ չեն ուզել իրենց ապրելակերպը փոխել։ Դեր շնորհիվ որ մենք քննադենք Հիսուսի ավետարանը եւ անոր բարոյական ճշմարտները, որոնք ոսկի են, ավելի հանգարժեք են։ Եվ մեր հագնական կյանքը կախյալ է Հիսուսի ավետարանի ուսուցումներում հետևել են։ Դեր շնորհիվ որ մենք իշխանությունը կատարենք եւ չթողենք, որ աշխարհային մարդիկ իրենց խափեություններով, սիմպլ լուսավորությունով մեր միտքը փոխեն։